Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 22-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ The Washington Post-ն անդրադարձում ասվում է, երբ Իլոն Մասկը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հրամայեցին բոլոր դաշնային աշխատակիցներին շաբաթական էլեկտրոնային նամակներ ուղարկել, թվարկելով 5 նվաճումներ, նրանք զգուշացրին դաժան հետևանքների մասին, դա չկատարելը կհանգեցնի հրաժարականի։ Մասն էլեկտրոնային նամակներն անվանել է հաշվետվողականության միջոց, որն անհրաժեշտ է աշխատակիցներին գոնե իմպուլս տալու համար։ Նշվում է, որ փետրվարի 22-ին Մասկի բոլոր դաշնային աշխատակիցներին ուղղված հրահանգից ընդամենը 2 օր անց կառավարության մարդկային ռեսուրսների բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված ճեպազորույցի ժամանակ անձնակազմի կառավարման գրասենյակը հայտարարել է, որ նախաձեռնությունը կամավոր է և դրա չկատարումը չի համարվի հրաժարական։ Սպիտակ տան խոսնակը հրաժարվել է մեկնաբանել, թե քանի գործակալություն է դեռևս էլեկտրոնային նամակներ պահանջում։ Մասն այդ ժամանակ ասել է, որ ենթարկվում է Տրամփի հրահանգներին ավելի ագրեսիվ լինել դաշնային աշխատուժի նկատմամբ։ Անհասկանալի է, թե երբ Մասկը կհեռանա կառավարությունից։ Սպասվում է, որ նրա որպես հատուկ պետական ծառայողի կարգավիճակը կավարտվի մայիսի վերջին։ Ըստ հրապարակման միլիարդատերը պատրաստ է հեռանալ, քանի որ հոգնել է դիմադրելուց ամեն մեկին, ինչը համարում է ձախակողմյան քաղաքական ուժի տհաճ և անբարոյական հարձակումների շարք։ Ի վերջո, արդյունքում խոսքը վերաբերում է նրան, որ Մասկը աշխատանքից սակայն կոչ է արել ավելի մեղմ լինել ԱՄՆ նախագահ Թրամփին և որ կարևոր է պահպանել լավագույն և ամենաարդյունավետ մարդկանց։ Մասկի որպես հատուկ պետական ծառայողի պաշտոնավարման ժամկետը պաշտոնապես լրացնելու է մայիսի 30-ին, նրա նշանակումից 130 օր անց։ Ինչու այսքանը կարդացի, այդքան երկար։ Ի վերջո այն սկզբնական էֆեկտը, հիշում եք ինչեր էին ասում, բոլոր ուղղություններով հարցեր, բոլոր ուղղություններով քայլեր, ամբողջ աշխարհը քննարկում էր Մասկի քաղաքականությունը և նրանց թվում էր, թե էս ինչ են անելու, էս ինչ նորություն են բերել։ Օր-օրի հերթով բոլոր հարցերի ուղղությամբ բերված ձախողումներ։ Իհարկե արվում էր նաև դրական բան, բայց դրական բանը այդպես ամեն ինչ խառնել իրար, փորձել ամբողջ աշխարհը խառնել իրար և հիմա արդեն հարց է առաջանում, իսկ ինչ է, եթե այդ վճռական քայլերը նախաձեռնել էիր, հակազդեցություն չպետք է լիներ, եթե հակազդեցություն կամ քննադատություն ալնում ու արդեն մտածում ես հոգնել ես, արդեն գնում ես, բա ով պետք է այդ գործերն անի։ Եթե դու նախաձեռնել ես մի բան, քո վրա վերցրել ես այդ բեռ, նախընտրական խոստումների մեջ առանցքային դերակատարություններ նաև վերագրված, որ տեսեք Մասկը ինչ անում, ինքը կնշանակվի կառավարության բարեփոխումների դեպարտամենտ, որը կստեղծվի հատուկ, որ էս անեն, են անեն, են անեն, հիմա ընդամենը խոսքը վերաբերվեց մի քիչ խնայողությունների հարց լուծել, ցույց տալ, թե ինչքան վատ են անարդյունավետ աշխատել, իսկ արդյունքում, որ եկավ մի բան, որ լավ ի վերջո այդքան խնդիրների պարագայում բարեփոխման ծրագիրը ուր է, արդյունավետությանը ծրագիրը ուր է, լավ հասկացանք ինչ-որ մի բան, ինչ-որտեղ անարդյունավետ ծախսել են, այդ հասկացանք, բա մնացածը։ Սա ինչի համար եմ ասում, որովհետև այդ կարգի ռադիկալ քայլերի արդյունքում ամեն օր մի բանի հետ բախվեցին։ Ներգաղթյալների հետ կապված բախվեցին այն խնդիրների, որ այդպես իրենց պատկերացրած արդյունավետ ու ագրեսիվ ձևով դա չկատարվեց։ Մաքսատուրքերի հետ կապված ինչքան վերանայումներ եղան, օրը մի բան փոխեցին։ Հիմա արդեն ստիպված փոխնախագահ Ջեյ Դի Վենցը արդեն Հնդկաստանին է համոզում, որ եկեք նոր աշխարհաքաղաքական այս նոր առևտրի իրողությունը կարողանանք մտածենք, թե ինչ անենք համաշխարհային առևտուրը, կարողանանք կարգավորենք, բալանսավորենք, էս անենք, այն անենք եւ որպես գործընկեր դիտարկում է նաեւ Հնդկաստանը, բայց այդ ընթացքում այնքան խնդիրներ ստեղծել մյուս երկրների հետ։ Ոնց որ ինչքան հիշում եմ, Կանադան դեռ չի միացել Միացյալ Նահանգներին, 51-րդ նահանգ չի դառել, Գրենլանդիան էլ չի դառել, Պանաման էլ չի միացել։ Այսինքն այս ամեն ինչը ինչ էր։ Այս ամեն ինչը բարեփոխումների ամբողջ ծրագիրն էր,
որ ցանկանում էին ծնկի բերեն Չինաստանին, բայց ոնց որ թե դա այդպես է չի հաջողվում, Չինաստանը որևէ պարագայում չի զիջում եւ ինքը ընդհակառակը փորձում է ավելի լայնացնել իր շրջանակը։ Իհարկե Չինաստանը կարող է տուժել, դրանից ինչ կա չհասկանալու, բայց այդքան հարյուրավոր միլիարդավոր դոլարների ապրանքը, որ ամերիկյան շուկա չմտնի, այն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչների գնողունակ պահանջարկը բարձր է, դա նշանակում է, որ շատ ավելի հարմար գնով կարող է ապրանքը վաճառել, շատ ավելի մեծ քանակի բարձր, բայց միևնույնն է, այդ երկիրը կարող է ինչ որ միտեղ դժվարություններ լինի հաղթահարի, որովհետև երբ որ ասում են բա մեր դեմ կոմունիստական երկիր է, այդ կոմունիստական երկրները այտենց հեշտությամբ ծնկի չեն գալիս, նրանք կարողանում են մոբիլիզացնել ինչ որ միտեղ էլ ճնշել։ Այսինքն այս ամեն ինչը գալիս է նրանից, որ այս ամեն ինչը Ամերիկայի քաղաքացուն, Ամերիկայի ընտրողին խոստացել էր Դոնալդ Տրամպը Իլոն Մասկին էլ ներկայացրելով ամենահաջողակ բիզնեսմեն, ամենահարուստ մարդ, ամենաառաջավոր տեխնոլոգիաներով եւ ի վերջո ինչին հանգեցին, որ մտածեն, որ լավ վերջապես Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմը կդադարեցնեն եւ հաջող առևտուր կանենք նաեւ Ռուսաստանի հետ։ Այսինքն այն որ Ռուսաստանը օկուպանտ է, որ հարձակվել է հարևանի վրա, որոշի դիրքից փորձել է վերաձևել, այդ ամենը այլևս որևէ արժե համակարգի խնդիր չկա, խոսում ենք միայն շահերի մասին։ Եթե Ռուսաստանը Ուկրաինայի հետ կռիվ չունի, մեր համար լավ էլ առևտրական պարտներա գործընկեր աշխատենք։ Այդ բոլորը ի վերջո հանգեցնելու է նա, որ հերթով դրանք բոլորը վերանայեն, բայց այդ արդյունքում բավական մեծ վարկանիշային հարված հասցվեց Միացյալ Նահանգներին, որ ինչ որ մեկը եկավ եւ կարողացավ ինչքան սխալ ինֆորմացիաների արդյունքում վերլուծություններ կատարվեց, անգամ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, որ մասնագետներ էին իբր թե ռազմական գործից հասկացող խորհուրդներ էին տալի, հետո երևաց, որ նրանք ընդհանրապես չեն տիրապետում, բայց այդ ժամանակի ընթացքում աշխարհը մեծ ուշադրությամբ հետևում է Ամերիկայի զարգացումներին, ու դա է պատճառը, որ դա լուրջ ազդեցություն է ունենում, իսկ հիմա մտածել, որ մենակ Հնդկաստանի հետ հարաբերությունը կարգավորելով ամերիկյան խնդիրները կկարգավորի, դա այդքան էլ այդպես չի։ ԱՄՆ-ի բուրսաներում բաժնետոմսերի գներն դոլարի փոխարժեքը կրկին զգալիորեն նվազել են, վերլուծաբաններն ու լրատվամիջոցները դա կապում են նախագահ Դոնալդ Տրամփի ԱՄՆ դաշնային պահոստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելին ուղղված հերթական գրառման հետ, որտեղ Թրամփը նրան անվանել է լիակատար ձախողակ։ Թրամփը սոցիալական ցանցում կոպիտ արտահայտություններով կոչ է արել Փաուելին կանխարգելիչ նպատակով նվազեցնել դաշնային պահոստային համակարգի տոկոսադրույքները վարկերն ավելի մատչելի դարձնելու նպատակով։ Ըստ Տրամփի այդ քայլը կարող է խթանել տնտեսական աճը։ Տնտեսությունն ունի դանդաղելու վտանգ, եթե չափազանց ուշ արձագանքող պարոն ձախողակը անհապաղ չիջեցնի տոկոսադրույքը, գրել է Տրամփը վերահաստատելով իր կոչը, որն արդեն մի քանի անգամ հնչեցրել է։ ԱՄՆ դաշնային պահոստային համակարգը կատարում է կենտրոնական բանկի գործառույթներ, Թրամփի ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ որոշումներն արդեն իսկ հանգեցրել են բորսաների անկմանը, իսկ Փաուելի հետ նրա հակասությունները խորացնում են շուկայում տիրող անորոշությունն ու լարվածությունը։ Իհարկե ինչ ինդեքսը որ նա իջել չեմ ուզում դրանով դες ծանրաբեռն է, բայց խոսքը վերաբերում է նրան, որ դաշնային պահոստային համակարգը համենայն դեպս ունի ինքնուրույնության շատ մեծ հնարավորություն եւ որի վրա այս ձևով ազդել սենց արհամարական, վիրավորական, քննադատական, որ ասելիքը չի ասվում, դա նույնպես լուրջ ազդեցություն է ունենում։ Այսինքն, բայն որ մտածում էիք, որ տնտեսությանը ընդհակառակը կնպաստի այդ մաքսային պատերազմը տարբեր երկրների հետ, բայց ինչի է հիմա խնդրեմ ունենում այն պարզ պատճառով, որ հանկարծ եթե հիմա վերաֆինանսավորման տոկոսադրույքը չիջնի, խնդիր կունենանք եւ որի պարագայում տնտեսությունը անկում կունենա։ Բայց տնտեսությունը պետք է վերելք ունենար, ոչ թե անկում։ Բայց այդ ով է խոստացել այդ ժողովրդին, որ այդ ձայները ստացակ։ Ինչի եմ ասում, որ այտենց սիրողական մակարդակով շատ լուրջ պրոֆեսիոնալ մարդիկ երբ որ քայլեր են անում, արդյունքում սա է։ Իսկ հիմա Եվրամիությունն էլ արդեն իր հերթին մտածում է իր համարժեք քայլերի եւ իր ակտիվ քայլերի ուղղությամբ։ Չնայած ես միևնույն է, ես անհույս լավատես եմ, որ կարծում եմ, որ միևնույն է, Միացյալ Նահանգները կվերանայի իր վերաբերմունքը եւ այս բազում ձախողումները բավարարեն, որ շատ արագ չխորացնեն իրավիճակը եւ շատ արագ որոշեն կարգավորել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է,
երկրները պատրաստ են համագործակցել Եվրոպայի հուսալի առևտրային գործընկերների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը ցնցել են համաշխարհային շուկաները։ Ավելի ու ավելի անկանխատեսելի գլոբալ միջավայրում երկրները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար։ Վերջին շաբաթներին Եվրահանձնաժողովի նախագահը զրուցել է Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալազիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների հետ, որոնք փնտրում էին ուժեղ, հուսալի գործընկերներ, համաշխարհային կարգը ավելի խորն է փոխվում, քան երբևէ սառը պատերազմի ավարտից ի վեր, հավելել է ֆոն դեր Լեյենը, այսինքն թվարկած այդ բոլոր երկրները Եվրամիության անդամ չեն։ Ինչպես տեսակ, ցուցակի մեջ կար նաև Հնդկաստանը, այն Հնդկաստանը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետը համագործակցելով փորձում է կոմպենսացնել այն դժվարությունները, որը իրենք ունեն։ Իհարկե Եվրոպայի ուժեղանալը, հզորանալը դա մեր շահերից է բխում, ի վերջո մեր ակնկալիքը, որ Եվրամիությունը ընդլայնվի գա հասնի Հայաստան, ինչքան էլ մենք կարևորենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձր հովանու ներքո, որ այդ ամեն ինչը կատարվի, արդյունքում մենք այն համակարգին ենք պատկերացնում միանալ, որը Եվրամիությունն է, եթե ինչ-որ ձևափոխություններ կամ ինչ-որ բանի էլ հանգեցնի։ Բոլոր պարագայում որքան իրանք ուժեղանան, միևնույն է ուշ թե շուտ համագործակցելու են Ամերիկայի հետ, բայց արդեն ավելի ուժեղ դիրքերից կխոսեն եւ եթե միասնական լինեն, այսքան վախվորած չեն լինի ոչ Ռուսաստանի, ոչ որևէ մեկի հետ կապված։ Իսկ հիմա Ռուսաստանից նորից լսում ենք իրանց ոչ ասեմ հորդոր, ոչ ասեմ շանտաժ, բայց ամեն անգամ նույն բանը, ամեն անգամ տարբեր պաշտոնյաներ նույն բաները։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է. Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման ձգտումներն անհամատեղելի են ԵԱՏՄ-ին այս երկրի անդամակցության հետ։ Եվ մենք այդ մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում, նշել է Գրուշկոն։ Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է և տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր առանցքային ոլորտներում։ Եվ սա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ, փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից, ընդգծել է փոխնախարարը։ Իհարկե շատ զարմացած եմ, որ իրանք լուրջ են ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ինքը պատրաստում է Հայաստանը տանի դեպի Եվրամիություն։ Եթե դա ընդամենը հիմք են ընդունել այդ օրենքը, որը ընդունվեց, այդ օրենքը ոչ ժամկետներ է նախատեսում, ոչ պարտավորություններ է նախատեսում, ոչ էլ ինչ-որ գործընթաց է նախատեսում, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր պետք է արվի։ Դա ընդամենը հայտարարություն էր, որը ընդունվեց, եւ անմիջապես շատ պաշտոնյաներ հայտարարեցին, որ սա անդամակցության հայտ չի, սա անդամակցության հետ կապված քայլ չի, ուղղակի գործընթաց է։ Իսկ գործընթաց ասածը, թե ինչ ծավալներ կունենա հերթական քայլերը, մենք հիմա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կեսից մի քիչ ավել տոկոսն ենք կատարել, ու դա էլ դժվարություններ է առաջանում, որովհետեւ եթե դու խորանում ես ԵԱՏՄ-ում, չես կարողանում Եվրամիության հետ էլ զուգահեռ խորանաս, արդեն գալիս ես պատին ես դեմ լինում, որովհետեւ սա համակարգ է, նա ընդհանրապես գործընկերություն։ Եվ անգամ այդ չես կարող անես, ուր մնաց թե դրանից հետո ասոցացման համաձայնագիր անես, խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր անես, թեկնածուի կարգավիճակ ստանաս նոր անդամի, այն դեպքում, երբ որ մենք ասոցացման համաձայնագիրը եւ դրանից բխող խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում պետք է ստորագրեինք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին ստորագրեց եւ Հայաստանը մտցրեց մաքսային միություն։ Այսինքն անգամ այդ 10 տարին մենք որ գնայինք, էլի դեռ ժամանակ էր մեզ պետք, որովհետև այն գործընկերները, որոնք որ ստորագրել են, լա նրանք գոնե մտածում են մինչև 2029-2030 թվական կարողանան Եվրամիության անդամ դառնան Եվրոպարլամենտի ընտրության ընթացքում, որ ասեն գոնե հնգամյա ժամկետի գոնե վերջում դրան հասնեն, այսինքն մինչև 2029, բայց տեսնում ենք խնդիրներ կա Վրաստանի հետ կապված, որը այդ գծից շեղվեց,
տեսնում ենք դժվարություններ ունի Ուկրաինան, Մոլդովան ավելի մոտ է դրան, չնայած նա էլ որոշակի նորմատիվներ դեռ այդ մակարդակին չի հասցրել, բայց նույնիսկ այս պարագայում միևնույնն է Եվրամիության անդամակցության ուղղությամբ առարկայական ձգտումը այս դինամիկ զարգացումների պարագայում մեզ համար շատ ավելի մեծ հնարավորություններ է բացում, իսկ մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ ամբողջ աշխարհը խաղի մեջ է, մենք դեռ ոնց որ թե երկրի ներսում է գնում պայքարներ, ազդեցության խնդիրներ, իսկ հիմա նայենք ինչա կատարվում մեր շուրջ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով պետական այցով Չինաստանի ժողովրդական հանրապետություն է ժամանել Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, այցը կտևի 3 օր, իհարկե նորից հիշեցնեմ, որ պետական այցով յուրաքանչյուր նախագահ գնում է մեկ ուրիշ պետություն իր պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ, մնացած ժամանակները պաշտոնական այց կարող է լինել, աշխատանքային այց կարող է լինել, բայց պետական մակարդակով այցելությունը դա ամենաբարձր ռանգն է այցելության եւ սա այն էլ հատուկ շեշտադրում են լրատվականները, որ Սի Ցզինպինն է հրավիրել Ալիևին, այսինքն ընդգծված հետաքրքրված են Հարավային Կովկասով եւ դրա համար Հարավային Կովկասով եթե հետաքրքրված են, այդ հարցերում հետ պետք է քննարկեն Ադրբեջանի հետ, մեզ հետ չեն քննարկում։ Այս է խնդիրը, որի հետ կապված հիմա տեսնում ենք Չինաստանի դերակատարությունը ընդլայնվելու խնդիրները, նույնիսկ Ալիևը, որ բոլոր ուղղությամբ քայլեր անում է Ռուսաստանի հետ էլ, Ամերիկայի հետ էլ, Իրանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ բոլոր ուղղություններով, որովհետև բոլորի համար էլ անկանխատեսելի է ինչա կատարվում, բայց այս պարագայում հասկանալով, որ Չինաստանը չկոտրվեց եւ Չինաստանը հիմա ազդեցությունը մեծացնելու է, շատ ավելի կարեւոր է նաեւ Չինաստանի հետ կապված հարաբերությունը կարգավորել, պետական այցով գնում է Չինաստան։ Իսկ հիմա հերթական անգամ կասենք, բալավ, էլի ոնց եղավ, էլի ոնց նայեմ ենք, բոլորը իրանք գնում պայմանավորում են, մենք մնում ենք միջնորդավորված որևէ մեկի միջոցով սրա հետ լավ լինելու կամ նրա հետ։ Որովհետև մենք այդ ուղղությամբ ինչ ենք անում, որ անգամ ակնարկի պարագայում, ինչպես Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը Չեն Մինն ասել է. Չինաստանը նախատեսում է ավելի ակտիվ ինտեգրել Հայաստանը գոտի եւ ճանապարհ տրանսպորտային նախաձեռնությանը։ Մին Չենն ասել է, որ Պեկինը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում եւ որ նոր նախագծերը վերաշարադրելու են Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ Իհարկե նորություն չէ, որ Չինաստանը այս մտադրությունն ունի, անգամ 13 թվականից տարբեր անուններով տարբեր պրոյեկտներ կային, խնդիրը դա չի, իրանք ընդգծված ձևով հետաքրքրված են դրանում, բայց մենք չենք տեսնում, որ մեր կողմից ակտիվ քայլեր արվում է։ Ի վերջո, եթե նույնիսկ մի հատ քայլ ես անում եւ որևէ մեկին դուր չի գալիս դա, ասում է լսի, ինչի ես արել դա։ Արի մի հատ նստենք, տեսնենք, արդյոք մենք չենք կարող գործենք։ Հիմա դուք տեսնում եք, որ ցանկացած դեպքում այն ակտիվությունը, որ ցուցաբերում է Թուրքիան բոլոր ուղղություններով, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, բոլորի նպատակը նա է, քանի որ չգիտեն ճիշտը որն է, բոլոր ուղղություններով քայլ են անում, որ այն մյուսը խանդից ելնելով կամ դժգոհությունից ելնելով կամ համենայն դեպս գործընկերությունը չկորցնելու պարագայում մի հատ ասի, «Էս ինչ ես անում, լարի մի հատ նստենք ճշտենք», ասում հա նստենք, բայց դու ինչ ես առաջարկում, ես նրա հետ էս ունեմ։ Այսինքն իրանք թեկուս մեկը այդ մրցակցության շնորհիվ ստեղծում են ինչ որ խաղաթուղթ, հաղթաթուղթ, որ դնեն սեղանին, մարդկանց հետ բանակցում ես, ինչ ես դնում սեղանին։ Իսկ մեր պարագայում մենք ինչպես տեսնում ենք, բոլորին մտածում ենք, եթե զիջենք, բոլորն էլ մեզանից գոհ կլինեն։ Եվ որևէ մեկը չի տեսնում, որ այն մենք հիմա նորից էլի եկանք այն վիճակին, որ ասում են ուր պետք է գնաս, որ ամեն մեկը մտածում է, որ խնդիր չունի Հայաստանի հետ, երբ ուզի Իրանն է, բայց դա էլ լուրջ չի, մենք գիտենք, որ դա այդպես չի։ Եվ դա այս պարագայում հիմա մենք հիմա ինչ ենք ակնկալում, որ պետական այցով Չինաստանի հետ Ադրբեջանը գնա հարցեր պայմանավորվի եւ մենք ինչ ենք ակնկալում, որ Չինաստանի ժամանակավոր հավատարմատարը այն էլ թուրքական լրատվականին հարցազրույց տա Հայաստանին վերաբերվող, որը հայկական լրատվականները դնեն, որպեսզի մենք պատկերացում ունենանք, թե Չինաստանը մեր մասին ինչ է մտածում, այն էլ այդ ռանգով, էլի, ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։ Իսկ հիմա տեսնենք ինչա նորից մեր շուրջը կատարվում,
Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը բարձր է գնահատել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների բացառիկ վիճակը, ընդգծելով մշակութային, լեզվական և պատմական ընդհանրությունների վրա հիմնված եզակի կապը։ Ակգյունը հայտարարել է, որ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի ղեկավարությունը կարևոր դեր է խաղացել երկկողմ կապերի ամրապնդման գործում, ընդգծելով արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունը, դեսպան Ակգյունն ասել է, որ դրա ամբողջ ներուժը կախված է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքումից։ Եթե մշտական ուշադրություն դարձրեք խաղաղության համաձայնագիր կնքվի և Զանգեզուրի անցումը բացվի, հիմա անունը չես դնի միջանցք, անունը կդնես կոմունիկացիա թե անցում, էականը դա չի, նա ասում է եթե այդ անցումը բացվի, Չինաստանից դեպի Լոնդոն միջին միջանցքը զգալիորեն կընդլայնվի, մեծացնելով ուշադրություն թուրքական աշխարհի դերը, մենք աջակցում ենք դրան, հայտարարել է Թուրքիայի դեսպանը։ Այսինքն իրանք տեսնում են այս ծրագրով մեծացնում են թուրքական աշխարհի դերը։ Ես ուզում եմ իմանամ Հայաստանը թուրքական աշխարհի մաս է կազմում, Հայաստանի իշխանությունների սերը այդ գիտենք, այդ լավ գիտենք, որ Հայաստանում ասենք որոշակի քանակությամբ մարդկանց իրանք կարող են համարել որպես մեծ հաջողություն, որ այդ ճանապարհը բացվի եւ թուրքական աշխարհը այտենց ազդեցությունը մեծացնի, բայց դա Հայաստան պետության շահերից է բխում։ Իհարկե մենք կուզենանք մեր տարածքով ճանապարհ ասնի, բայց ուշադրություն, այսքան կարևորվում է այդ ճանապարհը, անգամ տեսեք Չինաստանից Լոնդոն Հայաստանով գնալու հարցը այսքան կարևորվում է, Հայաստանը կանգնում ասում է պատրաստ եմ անխոչնդոտ ճանապարհ տամ, Ադրբեջանը չի համաձայնվում։ Հերթական անգամ հիշեցնենք, բա ինչի չի համաձայնվում, որովհետև ինքը ուզում է այդ ճանապարհը վերցնի, ոչ թե ուզում է այդ ճանապարհով անխոչնդոտ անցնի։ Այսինքն այս բոլորը հաշվարկել են դրա կարևորությունը, Չինաստանից Լոնդոն են գնում։ Այս ամեն ինչը հաշվարկած Հայաստանն էլ պատրաստակամություն է հայտնում, բարդ է հասկանալ, թե ինչի չեն համաձայնվում, բարդ է հասկանալ, որ ասում են սկաներները հնդածս կարող է ստուգեն մեջը ինչ կա, ասում է դու չես ստուգելու, այդ ճանապարհը իմը պետք է լինի, բարդ է հասկանալ, բա մեզ ասում են խաղաղության են գնում, ոչ մի խնդրեմ չկա, մեր տարածքային ամբողջականությունը Ադրբեջանը ճանաչել է, բա ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանն այդ ամեն ինչի պարագայում, որ հիմա ինքը դառնում է կապող օղակ, այսպիսի լուրջ ծանրակշիռ ազդեցություն է ունենում, Չինաստանի հետ է բանակցում, նայում է այս ենք անում, այն ենք անում, գնում ենք դեպի Եվրոպա եւ մեկ է խոչընդոտը նա է, որ Հայաստանի ճանապարհով անցնելու հարցում Ադրբեջանը դեմ է, բա ինչին էս դեմ, եթե անխոչընդոտ ճանապարհը Փաշինյանը համաձայնվել է։ Չեմ կարծում, չէ՞ որ այդքան, այսինքն իր համար ինչքան ստրատեգիական նշանակություն ունի, որ այդ տարածքը չլինի Հայաստանի իրավազորության ներքո, որ պատրաստ է անգամ այս կարևորության պարագայում ձգի այնքան մինչև այդ հարցը լուծի։ Իսկ մեզ ասում են խելոք մնացեք, ոչ մի բան մի արեք, մենք խաղաղության ենք գնում, մենք խնդրեմ չունենք, մենք այս կետերը Ադրբեջանի հետ համաձայնացել ենք, պատերազմ չի լինելու, խաղաղություն է ալնելու։ Դե լավ, ուզում ենք հավատանք դրան։ Հիմա այս ամեն ինչը լսեցինք ու հավատացինք։ Եվ ուշադրություն, երբ որ մենք ասում ենք, որ մեր իշխանությունները այն ճանապարհը, որը կանցնի Ադրբեջանի մայր տարածքից Նախիջևանին միացող նույն ձևի ճանապարհ էլ մենք կունենանք Մեղրիով, որ Նախիջևանով գնանք միանանք Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջաններին, այսինքն համարժեքության հավասարազորության նշան ենք դնում։ Նորից էլի վերադառնանք այդ հարցին։ Ինչ ենք տանելու մենք Մեղրիից մեր հյուսիս-արևմտյան շրջանները եւ ինչ է տանելու Ադրբեջանը մեր տարածքով Չինաստանից մինչև Լոնդոն, արդյոք դրանք համարժեք են, դրանց մեջ հավասարության նշան դնելը որն է, եթե ինքը նույնիսկ մեր բեռը չստուգի էլ, այդ բեռը նույնիսկ կարող է Չինաստանից էլ ներողություն, Իրանից չգա որ մտնի, այդ ոնց է գալու Իրանից կա մտնի այն կողմով գնա։ Այս պարագայում նույնիսկ եթե այդ խնդիրն է առաջանում, մենք ինչ ենք դրանից շա, բայց անգամ այդ պարագայում է Ադրբեջանը համաձայն չի, դա նշանակում է բա մերոնք ինչ են բանակցում, էդ էլ մի հատ մտածենք, հա, իսկ հիմա նայենք թե մերոնք ինչ են բանակցում եւ ինչ են անում։
Լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին ինչու է Ադրբեջանը հիմա կրակում, եթե պայմանավորվածություն կա, արդեն խաղաղության տեքստի բովանդակության վերաբերյալ հարցին նշել է. Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին, իրենք շատ լավ ասում են, թե Ադրբեջանն ինչ է անում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ, հետո ասում են, որ Ադրբեջանը կրակում է, ուրեմն մեզ մոտ չի ստացվելու։ Լոգիկ տրամաբանությունը հուշում է, որ դրա պատասխանը եւ հասցեատերը ընդդիմությունն է։ Կրկնում եմ, ինչու հարցի պատասխանը թող տան այն մարդիկ, որոնք իրենց հետ աշխատում են, ասել է ազգային ժողովի նախագահը։ Իհարկե ավելի աբսուրդ բան, քան իշխանության ներկայացուցիչը ասում է, բա դուք խաղաղությունից եք խոսում, կրակում են մեր բնակավայրերի վրա, ինչ եք մտածում, ոնց է սա խաղաղություն, ասում է գնացեք ընդդիմությանը հարցրեք, որովհետև իրանք են այդ թեմաներից խոսում։ Պատկերացնում եք սա, այսինքն որովհետև բացատրություն չունեն ասելու, որովհետև այսինքն հիմա մենք էլ ուսումնասիրում ենք, ասում ենք լավ, մտածենք, գուցե ընդդիմությունը իսկապես գիտի, չնայած ընդդիմությանը ենթադրենք նույնիսկ իմանա, ում պետք է հեղում անենք, նրանք պետական լծակներ ունեն, թե չէ։ Այդ նույն Ալեն Սիմոնյանը, դե փորձում ենք մի հատ որոնում տանք հասկանանք, գուցե ընդդիմությունը գիտի ինչ են կրակում։ Եվ նույն Ալեն Սիմոնյանը նույն տեղից, նույն դիրքից շարունակում է իր խոսքը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան մինչև 2018 թվականը բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բայց այլ իրավիճակ է եղել։ Հիմա ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև փոքր առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի հետ եւ պետք է ասեմ, իմ տպավորությամբ որևէ փակուղու մասին պետք չէ խոսել։ Նաև ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով էլ մենք զբաղվում ենք, հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Բանդիմությանը որոնում տվինք չգտանք, բայց տեսանք, որ Ալեն Սիմոնյանն է ինքը իր գործընկերոջ հետ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ քննարկել եւ հուսադրող բաներ է իմացել դրա մասին։ Ամեն օր Ադրբեջանի հետ պաշտոնական մակարդակով բոլոր հարթակներով իշխանությունն է բանակցում եւ Նիկոլ Փաշինյանն է գալի ազգային ժողովի բարձր ամբիոնից ասում, որ գիտեք մենք բանակցել ենք SS կետերում համաձայնության ենք եկել վերջ ամեն ինչ նորմալ է։ Մի հատ չհարցնեն նորմալը նա է որ բնակավայրի վրա կրակում են, նորմալը նա է որ Հայաստանին մեղադրում են որ Հայաստանն է կրակում, սադրանքների են գնում, նորմալը դա է որ Հայաստանին ասում են եթե զինվում ես թավտանգ է։ Դե դրա համար այստեղ հարց է, իսկ մեր մոտ այդ ընթացքում ինչա կատարվում։ Ազգային ժողով մի հատ խայտարակ ծեց կրտուկ, տվին, ջարդին իրար, էս արին, են արին, ամենավերջի բարերով վիրավորեցին, անգամ ասում են հայհոյեցին, ինչա կատարվում, այդ ինչ չեք կարողանում կիսեք։ Տպավորությունը առաջանում, որ իբր թե իրար են ծեծում, չէ ժողովուրդ ջան, իրար չեն ծեծում։ Դա նախընտրական ծեց կրտուկ է, որ իրար հետ մյուսների դեմ են կռվում, ոչ թե իրար դեմ են կռվում։ Այո, պասերով իրար հետ մյուսների դեմ են կռվում, որ նորից քաղաքական դաշտը իրանցով լցնեն, որտեղ մեր ժողովրդի խելքը իրանը չի, որ ասեն ինչ էր կատարում ազգային ժողով, ինչը բան էին քննարկում, դե եթե չէ։ Ինչ որ էս ուրիշ բանից էին խոսում, դե էլ չէ։ Իրար ծեծում են, գնաց մի միլիոն դիտում։ Իրար կարևորը իրար ծեծեն, մաս քաշեն, հայհոյեն եւ դա արդեն մեզ համար կդառնա տեսարան։ Այ դա շատ կարևոր։ Դե եթե իրան կլեն ասպարեզում, վաղը մյուսոն էլ այդ հայտնի մարդկանց պետք է ընտրեն, պատենց լավ ծեծողներին թողեն ում ընտրեն։ Ես շատ ցավում եմ, որ մեր մոտ մակարդակը այս վիճակին է, շատ եմ ցավում, որովհետև մենք ամեն անգամ բողոքում ենք, ասում ենք լավ ոնց կարելի է ասենց իշխանություն ունենալ, հետո մոռանում ենք, որ այդ իշխանությունը եթե նույնիսկ ընտրությունները կեղծելով, զավթելով իշխանության են գալի, եթե հանդուրժող չլինենք, իրանք այդ իշխանությունը չէին կարող պահել երկու խոպանչի եկած Լեռնային Ղարաբաղից չէին կարող ուղղակի հլու հնազանդ նրան ծառայել են տեղացիները նրանք են գնացել վոտերներն են եւ նրանց ծառայել որովհետեւ նրանք այդպես էլ կարողացել են մնալ եւ թալանել Հայաստանը միլիարդներ կուտակել մինչեւ այսօր էլ լավ էլ վայել են այդ ամեն ինչը որովհետեւ ստեղծել են հնարավորություն ումով Հայաստանով են ստեղծել այդ հնարավորությունը ահա սա է հարցը դրա համար էլ այսօր այս
այս վիճակը մենք ունենք, որ ամեն օր մտածում ենք ոնց անենք, որ մեր հասարակությունը շատ ավելի գիտակից լինի, շատ ավելի քաղաքականացված լինի, շատ ավելի գաղափարական լինի, այլ ոչ թե այս ծեծկրտուկներով, բանով, թաթերական ներկայացումներով նորից հանրային տարածքը լցնեն, ամբողջ լրատվական դաշտը դա քննարկի։ Ես ուղղակի ապշած եմ, էլի, որ sense նայեմ ես մեկ էլ տեսնում ես մի երրորդ կարգի դերասան, որ շատ չգիտեն դա ով է։ Մեկ էլ հարցազրույց է տալիս, որ պատմա, որ արդեն բաժանվել է իր 4-րդ կնոջից, բայց մինչև վերջ հավատարիմ է մնացել իր առաջի սիրուհուն, որը այն սկզբից կար, մինչև հիմա մնացել է։ Միլիոն դիտում, ժողովուրդ ջան, այ մարդ ասում են, հալալա էլի էս տղուն, այ հավատարիմ մարդը տենց կլինի, մինչև վերջ տենց մնացել է։ Գրում են ու գրում, ջնջում են ու գրում, մեկնաբանություններ են գրում։ Ժողովուրդ ջան, այս աշխարհում կատարվածը իշխանություններին ձեռնտու է, որ ձեզ չհետաքրքրի։ Ինչի համար, որովհետև իրանք լուծում չունեն, բայց ուզում են աթոռը պահեն։ Այրանց հասկանալի է։ Բայց իրանց հասկանալի է, վայելում են, աշխարհ են մանգալի, ուտում են փողեր, ամեն ինչ անում են։ Նրանց վարքագիծը պարզ է, բայց նրանց պետք է ընտրվել, ոնց ընտրվեն։ Գիտակից հասարակությունն իրանց կընտրի։ Այսինքն իրանք դրանով օրակարգ են թելադրում։ Պատահական չէ, որ նաև անգամ ասում են, որ ամբողջ լրատվամիջոցները արդեն բաժանած է, այսքանը ընդդիմությանը, այսքանը իշխանությանը, որ ընդդիմությանը, որի հետ տենց լավ պասերով ծեծկրտուկ է կանում։ Իսկ հիմա մեր առաջ խնդիրները ամեն օր են ծագում։ Իսկ իրանք նախապատրաստական ծեծկրտուկ են կազմակերպում։ Հերթական անգամ հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր, երբ որ սահմանադրության հետ կապված ամեն օր այդ մասին ասում ենք, ինչու է ամեն օր այդ թեման ակտուալ է դառնում։ Լավ, ի վերջո արդյունքում մի հատ էլ հասկանանք։ Ասում էր այդ սահմանադրությունները ոչ լեգիտիմ են եղել։ Դրա համար պետքա փոխել։ Բայց լավ, վերջինը նայենք, ոչ լեգիտիմ Սերժ Սարգսյանի ժամանակ ու այդ սահմանադրությունը ոչ լեգիտիմ էր։ Երբ որ Սերժ Սարգսյանը սահմանադրական հանրակրվեր նախաձեռնության հետ կապված ուզում էր սահմանադրությունը փոխեր, մասնագիտական հանձնաժողով ստեղծեց, նրանք կարծիք գրեցին, որ պետք է նախագահականից անցնել խորհրդարանական։ Ամբողջ աշխարհը գիտեր, որ դա անում է նրա համար, որովհետև երրորդ ժամկետը ընտրվել չի կարող, կդառնա վարչապետ, վարչապետի պարագայում նման սահմանափակումներ չկա, ինչքան ուզի այնքան կընտրվի։ Ամբողջը գիտեին դա է, բայց այդ ոնց ամբողջը գիտեին, մենակ Նիկոլ Փաշինյանը չգիտեր։ Բայց Սերժ Սարգսյանը ցանկանում էր քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիա, որպեսզի ցույց տար, որ ամբողջ հասարակությունը ցանկանում է սահմանադրությունը փոխել։ Հո իշխանությունը չի փոխում Սերժ Սարգսյանի հակով, բայց ստեղծվեց քարյակ, հետո նենց խաղեր տվեցին գոնե մնաց երրյակ, որոնք պայքարում էին, որ սահմանադրությունը չի կարելի փոխել։ Կարելի է սահմանադրությունը փոխել Սերժ Սարգսյանին ճանապարհելուց հետո։ Սերժ Սարգսյանը որպես Արոնով իշխանության եկած մարդ նա սահմանադրություն չպետք է փոխի, այն էլ իր հակով, որ նորից ընտրվի։ Բայց այդ դեպքում ինչ եղավ։ Բա Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ խորհրդարան մտած Նիկոլ Փաշինյանի տարաձայնությունը այդ թիմի հետ ո՞րն էր, որ ասում էր, որ սահմանադրության փոփոխության դեմ պայքարելը կեղծ օրակարգ է։ Մենք համաձայն չենք դրա հետ։ Բայց ավտոարշավներ էր լինում, ոչի քարոզ արշավեր էր լինում, հանդիպումներ էր լինում դահլիճային, հանրահավաքներ էր լինում, լայն կոնսոլիդացիա կար, որպեսի դեմ լինել այդ սահմանադրության անգամ խոսք էր գնում, որ սահմանադրական հանրակրվեն դարձնենք Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահության հանրակրվե, այդպիսի մի հատ շարժում էր, իսկ Նիկոլ Փաշինյանը դրան կտրականապես դեմ էր եւ պայքարում էր այդ ընդդիմության դեմ, չի կարելի փոխել սահմանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չէր տեսնում, որ լեգիտիմության պակասը մենակ քվեարկության ժամանակ չէր։ Լեգիտիմության պակասը այն ժամանակ է, որ Նիկոլ Սերժ Սարգսյանը չկարողանալով համաձայնության գալ ընդդիմության հետ դնում էր մարդկանց բանտարկում էր, դնում էր մարդկանց ծեծուջարդեր կազմակերպում, ակտիվիստներն նենց էին ծեծում, հաշմանդամ էին սարքում, մոռացել եք այդ ամեն ինչը, ինչ ձևի էին ճնշում, ինչ ձևի քրեական գործեր էին բացում, ինչ ձևի էին սպառնում, որ կամ մի կողմ քաշվեք կամ միացեք պաշտպանեք սահմանադրական հանրակրվեի գաղափարը։ Այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը չի տեսել։ Այդ ամեն ինչին չէր Նիկոլ Փաշինյանը աջակցում, բայց այդ ինչի ծպտունիկը դուրս չէր գալիս, որ այդ Սերժ Սարգսյանի արածները լեգիտիմ չի։ Սերժ Սարգսյանի արածները ապօրինություններ է, որ այս կարգի սահմանադրությունը որևէ վստահություն չի առաջացնի։ Ընդհակառակը պայքարում էր պայքարողների դեմ, որ ասեր ինչ է դա փոխում։ Եվ պատահական չէ, որ մարդիկ ասում էին, որ
Նիկոլ Փաշինյանը արդեն այդ ժամանակվանից էր Սերժ Սարգսյանի պրոյեկտը, ոչ թե 17 թվականի ելք դաշինքը ստեղծելը։ Այդ ելք դաշինքը արդեն պարզ էր, որ համախմբեցին, որ ուրիշ ընդդիմություն չառաջանա, այդ գիտենք, այդ նորություն չի։ Բայց ի վերջո այդ քայլերը նա համառորեն դրած պաշտպանում էր Սերժ Սարգսյանին։ Բայց Սերժ Սարգսյանին պաշտպանում էիր, այդ ժամանակ չնկատեցիր, թե նա ինչ էր անում, ինչ վայրագություններ է անում այդ շարժման դեմ։ Որ հիմա նոր որպես փաստ ներկայացնում է, ժողովուրդ ջան, բա իմացել եք բանա, Սերժ Սարգսյանի արած հանրակրվեն լեգիտիմ չի։ Լուրջ, ում ես ասում։ Ես համենայն դեպս դրան ակտիվ մասնակից եմ եղել։ Տասնյակ ու հարյուրավոր հրապարակումներ կարող է ասեմ։ Ցույց տամ, որ դրա դեմ պայքարել ենք։ Դու ինչ ես արել։ Դու էլ պայքարել ես մեր դեմ։ Հիմա եկել ինչ ես բացատրում, որ դա փոխում ենք ինչի համար, իբր թե չենք փոխում բանի համար, Ալիևի ասելու համար։ Բայց Ալիևն էլ հիմա ճնշում է, սահմանադրությունը փոխելու հարցը 27 թիվը ուշ է, իսկ 26 թվին փոխել չի կարող, որովհետև հստակ օրենքը արգելում է համապետական ընտրության հետ կապված դնել նաև հանրակրվեի հարց։ Բայց հիմա ստիպված պետք է լինեն օրենք փոխել, եթե Ալիևի պահանջը 26 թիվ դարձնեն, բայց դրանով մենք էլի չենք պրծնում։ Ադրբեջանը չգիտես ինչի փորձել էր անկլավների հարցը թողել վերջում, սահմանազատման վերջում։ Մեկը շատ պատահաբար այս տարի սկսեց համառորեն պնդել, որ անկլավների հարցը պետք է հիմա քննարկվի։ Իսկ մենք ակնհայտորեն գիտենք ինչ ձևով անկլավները փոխանակես, ստե հարցը նա չի մի քանի կիլոմետր այս կողմ կամ այն կողմը։ Մի հարց է առաջանում։ Անկլավները չես կարող փոխանակել առանց հանրակրվեի։ Այսինքն ինչ է, Նիկոլ Փաշինյանը պատրաստում է երկու հանրակրվե անի, մի հատ սահմանադրական հանրակրվե, մի հատ էլ անկլավների հարցը։ Հիմա Ադրբեջանը օրակարգը առաջակցել, ասում անկլավները պետք է առաջինն անենք, այն 4 գյուղից հետո անկլավներն ենք անում, իսկ անկլավների հետ կապված լուրջ խնդիրներ է առաջանալու, բացի այն, որ սահմանադրական հանրակրվեի խնդիր է առաջանալու, նաև առաջանալու է այդ անկլավները հոտենց չեն մնալու, նա ճանապարհ է ուզել, որ գա այդ անկլավին միանա, այսինքն նաև ուրիշ տարածքներ է տրվելու, որ ինքը գա միանա։ Մենք պետք է ճանապարհ ուզենք Արցվաշենի հետ կապված, որ կարողանանք միանանք։ Այդտեղ խնդիրները առաջանալու դա հարմար է թե չէ։ Այն բնակավայրերը, որ Հայաստանի հետ կապված նրանք ցանկանան, շատ լույս ռազմավարական դիրքեր են իրանք գալու մտնեն այդ անկլավները փոխանակելու պարագայում, որ նույնիսկ համարժեք չի Արցվաշենը դրա դեմ վերցնելու։ Չնայած որ այն ինչ անկլավների մասին խոսում են, տարածքով ավելի մեծ է, քան Արցվաշենը, բայց ավելի ռազմավարական առումով նրանց համար շատ ձեռնտու է, որովհետև եթե մենք նույնիսկ ունենանք Արցվաշեն գնալու խնդիր էլ անգամ ունենանք, մեզ համար դա ոչ թե ռազմավարական խնդիր մեզ համար չի լուծում, որովհետև մեր իշխանությունները որևէ խնդիր չեն ուզում Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունենան, բայց իրանք խորանան այդ անկլավների տարածքում, լամիադնայի քարտեզերը ինչի մասին է խոսքը, դա ինչ խնդիր է առաջացնելու։ Չգիտեք, որ սա հաջորդ քայլն է, որ մեզ դեմ են տալու։ Դրա համար սահմանադրական փոփոխությունները, այսքան ես ասում եմ, ինձ մեկը գրեց, ասում է, ինչու հստակ չեք ասում, պետքա ոչ ասել այդ սահմանադրությանը իշխանության նախաձեռնած։ Ասում եմ, ուրեմն ամեն օր խոսում եմ, դեռ հստակ չեմ ասում, հստակ ասում եմ, պետքա սկզբանե կտրականապես մերժել սահմանադրական փոփոխությունը։ Իշխանությունը պետք է իմանա, որ այդ ճանապարհով չի գնալու ու ի սկզբանե մենք պետք է ասենք, որ դա չի լինելու, որպեսզի չտանեն հանրակրվեի, մեղքը գցեն ժողովրդի վրա։ Գցում են, թող մեղքը գցեն ին վրա, իմ նման մարդկանց վրա։ Այո, մենք ամեն ինչ անելու ենք հասարակությանը բացատրելու ենք, որ Ալիևի պահանջով սահմանադրություն չպետք է փոխվի։ Ավելի լավ է հիմա հասկանան, որ ամեն ինչ անելու ենք դա չթողեն, այդ սահմանադրության մտքից հրաժարվեն, գնան Ադրբեջանի հետ ուրիշ բան պայմանավորվեն։ Քան թե հետո դնեն ժողովրդի վրա այդ մեղքը, եթե ժողովուրդը կողմ քվեարկի, նշանակում է ինքն է հրաժարվում մեր տարածքներից ու պահանջատիրությունից։ Եթե ժողովուրդը դեմ քվեարկի, մեղքը դնեն ժողովրդի վզին, ասեն դու ես մեղավոր, այդ դրա համար Ալիևը մտավ պատերազմով այդ հարցը լուծեց։ Դրա համար պետք է ի սկզբանե այսօրվանից ասել, մենք դրան դեմ ենք եւ դրա դեմ
կոնկրետ աշխատելու ենք, որովհետև միշտ էլ իշխանության կողմից փոխվող սահմանադրությունը, որն եղել է Քոչարյանի սահմանադրությունը, դրա հետ կապված էլ ոչի քարոզարշավի մասնակից եմ ես եղել, ավտոերթով ամբողջ հանրապետությունը շրջելուց սկսած, վերջացած բոլոր բաներով, նույնն է Սերժ Սարգսյանի, ոչինչ չի փոխվել, իշխանությունը իր հակով սահմանադրություն է փոխում, դրանով էլ հաջողանալով Ալիևի, բան չի փոխվել, իշխանության վարքագիծը նույնն է, նշանակում է սկզբունքորեն իմ վարքագիծը եւ նման մարդկանց վարքագիծը նույնպես նույնը պետք է լինի։ Փորձենք հասկացնենք, որ դա չի լինելու, որպեսզի ձեզ փաստի առաջ չկանգնացնեն, թող մեր դեմ պայքարեն, ոչ թե ձեր դեմ։ Եվ պատահական չի, որ այս ամբողջ ընթացքում մենք նայում ենք, որ իշխանությունները բոլոր ուղղություններով հիմա այդ հիստերիկ ձևով հարցեր են տալի, ամեն ինչ անում են, այդ տեսեք, թոշակները 3 անգամ բարձրացրել են, կես են կարել, են կարել, իհարկե սուտ են ասում, որովհետև որոշ ուղղություններով որոշ մարդկանց համար են, հասարակության մի շերտի համար են բարձրացրել, իսկ այն, որ առևտրից հետ տալը, 10% հետ տալը, դա ընդամենը առևտրական օբյեկտներին օգնելու համար է, այլապես այդ փողը եթե գնաց վերցնես, թոշակը չես բարձրացրել, բայց նույնիսկ եթե համարենք թոշակը բարձրացրել ես, 40 տարի աշխատած մարդուն $100 տալը դա թոշակ է, թոշակառու մարդը բացի կոմունալ վճարներն ու հաց ուտելը տես թոշակառու կա, որը դեղ չի առնում, այդ փողը դեղի փող էլ չի, հետո էլ կանգնել ճոռում ասել թոշակը բարձրացնենք, բանա 1000 դրամ բարձրացնենք, այս տիլի են բտիլի, այդ նույն Նիկոլ Փաշինյանը չի, հետո էլ կանել արհամարական ու հեգնական ասել մարդիկ երկրից գնում են, ինչ եք քթել ուրիշտեղ, դրսից էլ մեզ քննադատում եք, չգիտես երկրից ինչի են գնում են երկրներ, որտեղ եթե կարգավիճակ են ստանում, այդ մարդուն թոշակել են տալի, երբ որ մի ժամ անգամ այդ պետության համար չի աշխատել, թոշակել են տալի, ձերի բուժման հնարավորություն են տալի, դա լինի Ամերիկան, թե քաղաքակիրթ եվրոպական ցանկացած երկիր, չեն ասում ինչ ես անում ստեղ, դու եկել ես օրինական ճանապարհով մեր երկիր, դու կարգավիճակ ունես, ուրեմն դու պիտի կարողանաս ապրես այս երկրում արժանապատիվ ձևով, մարդիկ անգամ այդ թոշակը ստանում են, Հայաստան են ուղարկում, որ իրանց մոդիկները ապրեն, չգիտես Նիկոլ Փաշինյան ինչի են գնում, կանգնում ասում, գիտես Հայաստանից գնում են, որ բանակ չգնան, ինչի 65 տարեկանից հետո բանակ եք տանում, այսինքն ինչքան կարելի է կեղծել, ամեն ինչ է կեղծել ու բոլորին մեղադրել, գնացել են ընդեղ, որպեսզի ստեղին փող ուղարկեն, որովհետև դու քու տված թոշակը չես էլ ցանկանում բարձրացնես $100, այո, այդքան է, եւ մի հատ ծախսերը նայեք, սպառողական զամբյուղը նայի, կեսապահովման զամբյուղը նայի, լա դրան գումարած, լա մի հատ պատկերացրեք, թե նորից եմ ասում, առողջապահական հետ կապված ինչեր կա, ինչ խնդիրներ կա, այս է մարդու վիճակը Հայաստանում, հետո բա չէ եթե վատ են ապրում, թող գնան միտեղ աշխատեն, ինչ են անել, սաղ կյանքն աշխատելա գնա մի հատ էլ աշխատի, որ հաց ուտի, արտասահմանը, որ թոշակի են գնում, ճանապարհորդում են, որովհետև սաղ կյանքն աշխատել են, գնում են վայելելու, իսկ մենք այսօր ինչ ենք անում, ասում ենք թոշակը եթե Հայաստանում ստանում ես, մի տարի հետո չգաս ֆիզիկապես քեզ տենանք թոշակը չենք տալու, քարտով ես տալու, հոյետել փոստատարը չի բերում, ինչի չես տալի, ոնց, եթե Հայաստանում չես, ուրեմն քեզ թոշակ չենք տալու, պետք է ֆիզիկապես իմանանք, որ գոյություն ունես, որ մեռածել է հաստատ կիմանայիր, դրա մասին չի խոսքը, դու պարզապես անգամ այդ չես ուզում տաս, մարդու աշխատածը չես ուզում տաս, որ տարիների ընթացքում կուտակել է, որ այսօր ստանա, այս է այս պետության վերաբերմունքը, դրա համար բոլորին անուն են դնում, իրանք հայրենասիրել են, մերուսը չգիտեմ ինչա, դե ինչ այսօր այսքանը, դիտեք և դատեք ինքներդ, շնորհակալություն։